Իրանի և ԱՄՆ-ի միջև կարգավորման համաձայնագրով պատերազմը և ռազմական գործողությունները դադարեցվում են բոլոր ճակատներում անմիջապես և ընդմիշտ։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հունիսի 19-ին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հաստատել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ավարտել են փոխըմբռնման հուշագրի տեքստի վրա աշխատանքը։ Իրանական կողմը նշում է նաև, որ վերջնական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կհետաձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։ Թեհրանի հետ գործարքը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի կապիտուլյացիա Իրանի պայմաններով, ով գիտի ի վերջո կկնքվի վերջնական համաձայնագիր, թե ոչ։ Եթե այո, ապա միաժամանակ երկու փաստ կլինի ակնհայտ։ Առաջին, սա ըստ էության կապիտուլյացիա է Իրանի առաջ, եւ երկրորդ, մենք պետք է ուրախ լինենք դրա համար, որովհետեւ այս խենթ ու անօրինական պատերազմի ամեն մի երկարող օրվա հետ մենք ավելի ենք թուլանում։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, թե Վաշինգտոնը պարտավորվում է ապասառեցնել Իրանի ակտիվներից $24 միլիարդ, վերացնել Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները, չկուտակել ուժեր Մերձավոր Արևելքում, Իրանն էլ վերահաստատում է իր հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, պարտավորվում է չմշակել միջուկային զենք։ Մի սխալվեք, սրանք Իրանի պայմաններն են, նրանք միայն մեկ զիջման են գնացել, բացել են Հորմուզի նեղուցը։ Իրանը այսպես է ամբողջ միջուկային զենք չէր պատրաստվում ունենալ, Իրանը դրանից գոհ է պայմաններից, որովհետև առաջինը շրջափակումն է վերացվում։ ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագրի մաս է կազմում նաև Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, սակայն, որ իսրայելական ուժերը դուրս չեն գա հարավային Լիբանանից։ Իսրայելը դեմ է Լիբանանից բանակի դուրսբերմանը, չնայած առկա եւ սպասվող ճնշմանը։ Դժգոհ կողմը այս պայծառությամբ Իսրայելի վարչապետ Նեթանյախուն է, որովհետև դա հակասում է իր կողմից վարվող արտաքին քաղաքականությանը։ Իր համար խաղաղությունը որպես այդպեսին ցանկալի չէ, որտեղ ինքը ունի մեծ Իսրայել ստեղծելու իր ծրագիրը։ Իրանի սահմանակից տարածքներից ամերիկյան զորքերի դուրսբերումն ըստ համաձայնագրի նշանակում է նաև, որ Սյունիքում ապագայում իրականացվելիք թրիփ ուղում չպետք է լինեն ամերիկյան ուժեր։ Իրանը բոլոր բարձր մակարդակներով հանդիպումներում հայտնել է, որ թրիփը չպետք է աշխատի։ Թրիփը դա միջանցք է։ Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները ասեն, որ դա իրանց ինքնիշխանությունը պահպանում է եւ այլն, պայմանագրի մեջ գրված է անխոչնդոտ ճանապարհի տրամադրում։ Դա միջանցք է։ Սակայն սա չի նշանակում, թե ԱՄՆ-ն կարող է հակադրության մեջ մտնել Իրանի հետ։ ԱՄՆ-ն իր առաջադրանքը չկարողացավ նույնիսկ Պարսից ծոցում կատարել։ Այստեղ ինքը ռեսուրս ունի Իրանի դեմ ընդհանրապես ոչի բան անել, հատկապես երբ որ Միացյալ Նահանգները էականորեն թույլատած է դուրս գալիս, ինքը այստեղ որևէ բան չի անելու։ Այս ամենի ֆոնին կրտսեր Ալիևը Թրամփի 80-ամյակն է շնորհավորել, ձեռքի հետ էլ շնորհակալություն հայտնել Թրամփին, թե ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Ալիևի ձևակերպմամբ կկապի Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, եւ ըստ Ալիևի կդառնա միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ Թրիփ նախաձեռնությունը անխափան կապ կապահովի Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև եւ կդառնա միջին միջանցքի մասը։ Այս պարագայում Իրանի բլոկադան, ինչպես որ պատկերացնում են Միացյալ Նահանգներում թրիփի միջոցով որպես միջին միջանցքի մաս, այլևս կորցնում է իր իմաստը, եւ քանի որ կորցնելու է իր իմաստը այս սցենարի զարգացման պարագայում, ստացվել է մի իրավիճակ, երբ թրիփի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար կնվազի։ Փորձագետները կրկին հղում են անում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ասում է՝ միջանցք չի լինելու։ Սա թուրանական ճանապարհի ամենակարևոր հատվածն է, նշում են քաղաքագետները, հնարավոր համարելով, որ վերջնականապես թրիփը Միացյալ Նահանգները փոխադարձ պայմանագրով Ռուսաստանի հետ շատ հնարավոր է, որ այն ինչ որ մի զիջման դիմաց վաճառի Ռուսաստանին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։